Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի տաղավարում քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ քաղաքագետ Լևոն Շիրինյանն է։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները, մինչ այս պահը խորհրդարան անցած եւ իրենց ընդդիմություն հռչակած ուժերը վիճարկում են դրա արդյունքները։ Մեկը հայտարարել է, որ սահմանադրական դատարան է դիմելու, մյուսը վերահաշվարկի համար է դիմում։ Ձեր դիտարկումները որոնք են, ինչու ստացվեց այնպես, որ մենք ունեցանք փաստորեն նույն որակի ընդդիմություն, ինչ ունեինք մինչ այս։ Ես կասեի նույն որակի ռևանշիզմ չենք ուրեմն ստացել։ Ես մնում եմ իմ տեսակետին, որ խորհրդարանում չկար ընդդիմություն կար ռևանշիզմ եւ հիմա ռևանշիզմը ուժեղացավ։ Քանակը չեմ հիշում ինչպես էր, բայց այստեղ որակական բան անցավ, վիճակ առաջացավ, որն է դա։ Առաջին անգամ, եթե հիշողությունն ու անալիտիկ կարողություններին չեն դավաճանում, իսկ դրանք երբեք չեն դավաճանել, ուրեմն ասեմ, որ Մոսկվային հաջողվեց ուղղակի Կրեմլի ֆրակցիա ազգային ժողով անցկացնել, դա բոլորովին ուրիշ բան է։ Այդ ուրեմն ուժեղ Հայաստանը ռուս օլիգարխի գլխավորությամբ, այդ որ հայ է, ոչինչ չի նշանակում, Սամվել Կարապետյանին նկատի ունեմ, նրա միջոցով ուղղակի թափանցեց Հայաստանի Հանրապետության ազգային ժողով։ Ես վստահ եմ, որ եւ կտեսնենք, որ այս ֆրակցիան ինչ վիճակներում անմիջականորեն կառավարվելու է Կիրիենկոյի հաստատության կողմից, ոչ թե Հայաստանում ամերիկյան դեսպանատան կողմից։ Կարգավիճակը շատ է բարձր, սա ես հատուկ ասում եմ նաև մեր իշխանությունների ուշադրությունը հրավիրելու համար, որտեղ մարդիկ թվային խապկանքի մեջ են, այսինքն որակ ուրիշ է։ Երկրորդը դե ուրեմն Հայաստանն է, որը հայտնի է, ինչպես որ է նրա ոչ որակ կլավանա, ոչ էլ կննի։ Իրենք ինչպես որ են քրեա օլիգարխիկ գոհապետական Հայաստանի deep state-ի մաս, այդպես էլ մնալու են, մի քիչ ավել, մի քիչ պակաս, նա բոլորովին ուրիշ բան է, նա երկուսն էլ պարզ է, որ ռուսական ուրեմն սեգմենտն են եւ Ռուսաստանի կամակատարները, բայց այն մի կամակատարը կատարյալ կամակատար է, որը ուղիղ ասեցի ենթակայության դակ է։ Եթե մենք թույլ տանք մեզ այսպիսի մի դատողություն, որը հավանական է շատ ավելի բարձր ուրեմն աշխանով, քան կարող է լինել, ենթադրենք Սամվել Կարապետյանը, եթե ռուսական գաղտնի ծառայության FSB-ի սովորաբար Աստված չանի հանգարց գերեուն լինի մայոր է, պատկերացնում եք ինչ է կատարվում, սա բոլորին ուրիշ բան է։ Սա մենք արդյունքները կտեսնենք դրա համար մենք ունենք ավելի ուրեմն կատաղի, ավելի կարծր, նաև գրակետ, դա պետք է հաշվի առնել, որ դա մարդիկ խոսում են իր հայոց լեզվով խոսելու կարողություն, ոչ կարողությունը, բոլոր դեպքերում դա խոշոր ռուսական ուրեմն չափորոշիչներով խոշորագույն մագնատներից է, օլիգարխասերը քիչ է, որը տիրապետում է գողապետական բարքերի մոնղոլ-թաթարական արվեստին, ռուսական մշակույթի, սա բոլորովին ուրիշ բան է։ Դրա համար այդ որ հայ է եւ այլն, այս տաշիրից է, այդ բոլորը դնում են կողքի։ Հասկանում եք ոնց, ասենք նույնն է, որ ժամանակին կար մի Միկոյան, դե նրա խելքը ուր, ասենք շարք հայ բոլշևիկ մնացածի զանգվածի խելքը ուր։ Եվ հայտնի է, որ Միկոյանը շատ ավելի մեծ ավերածություն է արել Հայաստանում, քան թե որևէ բոլշևիկ։ Երկուսն էլ ստոր են, բայց այն մեկի ստորության չափ տարբեր է։ Ուզում եմ ասել, սա պետք է հաշվի առնել եւ ուշադիր լինել։ Հիմա փաստորեն Սամվել Կարապետյանին չհաջողվեց անել այն գործառույթը, որի համար իրեն գուցե ուղարկել էին Մոսկվայից, եւ մինչ այս պահը Մոսկվայից չեն էլ շնորհավորել օրինակ, այսօր Պեսկով հայտարարում էր, որ կսպասեն վերջնարդյունքին, վերջնահաշվարկի տվյալներին, չի բացառում, որ դրանից հետո լինի հանդիպում։ Ձեր դիտարկմամբ Մոսկվայում էլ չէին տիրապետում այն իրավիճակին եւ իսկապես հույս ունեին, որ Սամվել
Սամվել Կարապետյանը 1 տարի առաջ գործուղվելով Հայաստան կկարողանա այնպիսի տրամադրություններ ձևավորել Հայաստանում, որ մարդիկ գնան ու ձայն տան մեկին, ով ամբողջ ընտրարշավի ընթացքում ընտրակաշառք բաժանեց, վերջին մի քանի օրն էլ կան տվյալներ, որ Ռուսաստանից մարդկանց բերեց քվեարկելու համար։ Տեսեք ինչ է լինում այստեղ։ Սովորաբար քաղաքականություն վարելուց մինիմում եւ մաքսիմում ծրագրեր իրականանում կարող եք առավելագույնը խնդիրը դրված է հասցնել, եթե չէ գոնե մինիմումը կանեք, մինիմումին հասա, մաքսիմումը ոչ, բայց է հարց է, իսկ որն է Սամվել Կարապետյանի խնդիրը, որ չհասավ։ Ես կարծում եմ, որ այստեղ կա խորքային մի հարց, որ մենք ուշադիր չենք, բայց ես դրա վրա ուշադրություն եմ հրավիրում, որն է Հայաստանի Հանրապետության հանդեպ Ռուսաստանի ծրագիրը։ Միանշանակ բան կա, երկիրը կպահել ապակայուն, ոչ կառուցողական վիճակի մեջ եւ կառավարել կոնֆլիկտը դրսից, մինչեւ ենթադրենք իրենց մասին է խոսքը, Հայաստանում կկազմալուծվի պետականությունը։ Այդ իմաստով Մոսկվան իր խնդիրը լուծել է եւ դրա համար ասեցին արտաքին կառավարման մեխանիզմ է, Քոչարյան Ռոբերտը ներքին կառավարման, որոնք իրար հետ համագործակցելու են։ Հիմա որտեվ ես մի բան եմ ասում, ես զարմանում եմ մեր ժողովրդի մեջ եղած մտավորական քաղաքական հատվածի մտավոր կարողության ուրեմն վրա, ասեմ, փորձելով չվիրավորել, բայց եթե որը մեկ վիրավորում իր գործն է։ Ուրեմն 2007 թվականի փետրվարի 12-ից Մյունխենի վստահ եմ կհիշեք անվտանգության համաշխարհային ֆորումի ուրեմն ֆորումում ելույթ ունեցավ Պուտինը առաջին անգամ եւ հայտարարեց, որ իրենք ուրեմն անտեսված են եւ իրենք պիտի վերականգնեն ռուսկի միրը։ Ինչու Արցախում սկսեցին, որտեղ հայ ժողովուրդը եւ հայկական տարածքը դիտվում է թույլ օղակը։ Կխփենք հայերին, եղբոր անմիջապես կմիանան, մնացածը շղթայական ռեակցիա կտանեն, որտեղ ծախողվեցին։ Այնտեղ Արցախի արծով կարողացան թուրքերի սիրտը շահել, մնացածը չգնաց։ Եվ այստեղ էր Հայաստանի Հանրապետության, ասեմ, քաղաքական ղեկավարության տաղանդը, երբ տեսնելով, որ որևէ շանս չկա Արցախի վրա ազդեցություն ունենալու, որտեղ դա արդեն Արցախի մարիոնետային կառավարությունը, որ այսօր Բաքվում է, եւ եղած մեր գեներալիտետի որակը, որը դավաճանում էր այդ օրերին պատերազմի Հայաստանի շահերը, ուրեմն մենք ճաշ չունենք, քան ուրեմն Արցախի գործին Ադրբեջանի ներքին գործ արդեն դիտել եւ չմիջամտել եւ այդպեսով պետականությունը փրկել։ Ընդ որում այդ դիտելու հարցը լուծել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ալմատի փաստաթուղթը 1991 թվականին ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը, որ քաջաբար այսօր լինելով Կոպիրկինի ծառան, աղբերն է, չէ, իրար հետ են գնում գալիս։ Մինչև չի ասում, որ ես եմ ստորագրել, այստեղ Պրահայում եղել է վերաստորագրում, այսինքն վերահաստատում։ Հիմա ինչի համար եմ սա ասում, այս հասկը եւ այս փաստը ես մեռա բացատրելով, որ այստեղից է սկսվել ռուսկի միրի հողահավաքը եւ այստեղ Հայաստան պիտի տարալուծվի որպես պետականություն։ Արդեն բաց են խոսում, եթե այս վերջերը նկատում եք, որ ինտերվենցիա անենք, մեր չեն էլ ասում Հայաստանը պետություն, մեր տարածք, ոնց որ մեր ոստանը, հասկացաք, որ այսինքն այստեղ է խնդիրը դրված։ Հիմա այդ խնդրի մեջ Ռուսաստանը հրաժարվել այդ նպատակից, կարծում եմ ոչ։ Այստեղ ինչ է լինում։ Լուծման ծերբերն են դա։ Մի անգամ կարող ես ինտերվենցիա անես, եթե ուժը պատմում է միջազգային իրադրություն թույլ է, դա միջազգային իրադրություն թույլ չի տալիս, եւ Ուկրաինայում խրվածությունը եւ առնաթաթախ լինելը ռուսների համար ուժի հնարավորությունները բացառում, այդ ռազմաբազաները իրենից ըստեյության բան չի ներկայացնում, մնում է ինչ է, կոնֆլիկտը անընդհատ սուր պահել եւ առնակամ անել հայ ժողովրդին իր պայքարի մեջ։ Եվ ես այստեղ է, որ մեր ժողովրդի այն հատվածը, որ պետականագիր է, որի պատկերը մենք տեսանք միտինգին, վերջին միտինգին, ամսի 5-ի,
ուրեմն զարմանում եմ իր տոկունության եւ պետականության ներուժության վրա եւ զարմանում եմ նաեւ այդ հատվածը, որը ստորաքարշության ուրեմն գագաթներ է նվաճում Ռուսաստանի տակ տեղավորվելու համար, երբ որ Ռուսաստանը ինքը կներեք անգողնուց վաղուց դուրս եկել գնում է, իրենք գնում են ռուսական անգողին, այդ երկու ուժը այդ խնդիրն է լուծում քաղաքական։ Հիմա դրա համար մենք այդ բազմաֆունկցիոնալ եւ բազմաշերտ վերլուծություն ունենանք։ Նպատակը չի եղել իրենք մաքսիմում ծրագիրը Սամվելը չի կարողացել կատարել եւ չէր կարող, բայց մինիմում նա արդեն մեջն են իրենք մի ուղղակի լծակ կարող եք ասել այս հատվածը ուրեմն սա պետտումայի մի հատված է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում դրա համար այս բաների մեջ իհարկե նա չկարողացավ խնդիրն են ձև լուծել բայց ասեցի տեղավորվեց եւ նաեւ այլասերեց մասսայական եթե ճիշտ են այդ դատո բաները կաշառատվության միջոցով այլասերել հայ հասարակությունը սա հանրության փչացման ձևերից մեկն է իսկ մեր իրավաբան մարմինները որ ասում են 400 բան այդ 400 ինչ է սպառական ձերբակալվածների մեջ հաստատ կարողացավ այդ ընտրակաշառքի ինստիտուտը հետ բերել քաղաքական դաշտ որը 18-ից այն կողմ կարելի ասել չկար բերեց որը թվում է թե մեռել էր չէր մեռել թաքնվել էր քանի կա Հայաստանում Ղարաբաղյան կլան քանի կա նախկին իշխանություն հանրապետական եւ կոալիցիաները դաշնակցություն եւ անիշ որ այդ կաշառք են լինելու է բրծավ քանի դրանք կան որպես քաղաքամիավոր անդամալույս թե կենթանի դա լինելու է եւ ընդրությունը ինչի վերածեցին ընդրությունը այս պարագայում վերածեցին մարքեթինգի այստեղ ասենք այսպես ասենք վարչապետի ձայն տվողները վերածեցին հայրենասիրության մի պայքարի, մեր մյուսը մարքեթինգ էր, առևտուր, ուղիղ իմաստով եւ այսպես վատը բազմաթիվ էստեղ վատ բաներ կան, բայց հայ հասարակությունը վերջնականորեն պառակտվեց, օրինակ ես հույս ունեի, որ այդ կան ու դա հույս է, ոչ թե դա բան է, ասում եմ ես կհաջողվի կոնսոլիդացիայի ճանապարհը բռնել մեր ժողովրդի, բայց մեկուսացնելով Ղարաբաղյան կլանին եւ իմ թեզիսը որ քանի Հայաստանում կա մաֆիա, քանի կա Ղարաբաղյան կլան եւ նախկին այդ գողապետական բարագլուխներ Հայաստան ազատություն չի ունենալու։ Այս process-ները կան, հիմա սրանք պիտի կառավարվեն, բայց դա մենակ մենք չենք կառավարում է նաեւ Մոսկվան։ Հիմա փաստորեն մի խորհրդարան ունենք իդեմս Սամվել Կարապետյանի ֆրակցիայի, Քոչարյանի ֆրակցիայի, որոնց թեպետ չհաջողվեց իշխանություն ձևավորել, բայց կարողացան անել այնպես, որ քաղաքացիական պայմանագիրը չունենա սահմանադրական մեծամասնություն ու դժվարությամբ կարող է որոշ օրենքներ ընդունել։ Եվ գործողությունները ազատություն չունենա։ Այո, սա ինչ իրավիճակ է ստեղծում։ Ձեր ասածին ավելացնեմ, որ մենք պիտի հիշենք, որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, նախագահական չի, կիսանախագահական չի, այսինքն իրենք գլխավոր հարվածը հասցրեցին հենց խորհրդարանին։ Հիմա սա ունի ուրիշ յուրահատկություններ եւ ինձ համար շատ տարօրինակ է, թե այս վերլուծաբան կոչվածները ինչու են բազմաբովանդակ վերլուծության փոքր, որտեղ եթե վերլուծություն չկա նաեւ դիագնոզ, չկա նաեւ պրոգնոզ Չէ, տեսեք երկրորդ մասը ինչ կատարվեց, ուրեմն մենք չունենք պարլամենտարիզմ, մենք ունենք պարլամենտ, լավ է վատ է, հիմա նորից ստացանք, որտեղ կա քաղաքացիական ուրեմն պայմանագիրը իր մեծամասնությամբ, բայց ոչ սահմանադրական մեծամասնությամբ, չէ, եւ որտեղ կա ռևանշիզմ եւ վերջացավ, դա հայրենադավ այն քաղաքամիավորն է, որը Արցախը հանձնեց Ադրբեջանին ռուսների ուրեմն հրամանով կամ ռուսներին կզնելով։ Եվ այստեղ պատրանքներ չպիտի լինեն։ Ինչ է, սա բացառում է Հայաստանում ունենալով խորհրդարան պարլամենտարիզմի կյանք, դիսկուրս, աճ, ձախ, քննարկում, օժանդակություն պետական շահին, աճից, ձախից եւ այլն։ Այս բանը բացառվեց, այսինքն մենք նորից 5 տարի Եթե կհիշեք, այստեղ ես ձեզ մոտ եմ մի քանի անգամ ասել, որ մեզ պետք է պարլամենտարիզմ, որովհետև վարչապետի հարցը մեզ մոտ լուծելի է, եւ վարչապետի հարցը վարչապետության լուծվեց, բայց պարլամենտը ունենք,
այսինքն խորհրդանուն ենք, որտեղ պարլամենտարականություն չկա, որտեղ այդ պարլամենտարականությունը նշանակում է բազմագուսակցական, բազմա ուրեմն ֆունկցիոնալ, բազմատեսակային դիսկուրս, որտեղ ճշմարտությունը կգոյանա, ճշմարտության գոյացումներ ուրիշ հարց, այլ հասարակության բոլոր շերտերը ըստ էության ներկայացված կլինեն տարբեր կուսակցություններով։ Հիմա այս բանը գոյություն չունի։ Երկրորդ մասը գոյություն չունի նաև հեղափոխության աջակից ուժերի խումբը։ Այդ դրան է ուզում անդրադառնալ Պաշարինյան, դուք եւ Հանրապետություն կուսակցությունը, հանուն Հանրապետության կուսակցությունը, որոնք ակնհայտորեն ունեն այն արտաքին քաղաքական ուղեգիծը, որն ունի իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, դուք ողջունել եք ձեռք բերված պայմանավորվածությունները Վաշինգտոնում, աջակցել եք այդ օրակարգին, բայց ձեզնից ոչ ոք չկարողացավ նույնիսկ հավաքական իմաստով, եթե տոկոսային գումարենք, չեք կարողանա հաղթահարել անցողիկ շեմը, որն է խնդիրը։ Տեսեք ինչ հարց, ինչու այդպես ստացվեց եւ ես հիմա մտածում եմ, որտեղ մենք շատ լավ ենք պատրաստվել, ասեմ ձեզ, ես գիտեմ, իմ իմացածի չափով եմ ասում, իրենք կասեն, Արամ ուրեմն Սարգսյանը լավագույն ծախսերով լավագույն քարոզչություն է արել, ես պլակատ եւ այլն։ Ես պլակատ ընդհանրապես չեմ տարածել, որովհետեւ կարիք չկար։ Ուրեմն Արման Բաբաջանյանը մենք գիտենք, որ ինքը կայքեջ ուներ եւ ախրելի հնարավորություններ։ Մենք դա չենք ունեցել, որին մեզ փոխարինել է պետական հնարավորությունների զատ մեր հզոր հեռախոսը, որով ես իմ ընկերների հետ քայլել եմ ագարակից, մեղրիով եւ այլն բոլոր խոշոր բնակավար հանդիպել եմ եւ այլ որտեղ ամփոփիչ անդադ հաղորդումներ եմ տվել եւ ես մի բան ասեմ, որ իմանա որ չստացվի որ ես ինչու եղավ ավելի շուտ այն լայքերի թիվը որ ասում են ուրեմն ամսի 8-ից մինչեւ վերջի օրը Facebook-ում կա ուրեմն 2,82,430 է դուք պատկերացնում եք իմ լայքերի մենակ ընդրաշավի հետ, դա ինչքան էլ կրճատեք, ինչքան էլ ֆոկուս անեք, ախրելի թիվ է, դա եզակի է, բան է, հիմա ինչու եմ դա ասում, այսինքն մենք աշխատանք ենք արել, մեթոդները դարբեր են եղել, ես պլակատի կարիք չեմ ունեցել, որտեղ հանրապետությունով այդ ամբողջ ընթացքում ինձ չի ճանաչել երկու հոգի, որ ասել են չգիտես ով է, չի հարցնում են, դե հաջորդը չեմ ջերմ է էլի, ամեջական զգացմունքային, այսինքն եւ փնովել են 4 հոգի, ես ինչ ես անում, 4 հոգի, ես հիմա 6 եղավ, ես հաշվում եմ 10 հոգի, ընդամենը 10 հոգի, որ իմ կողմ ծուռ է նայել, այդքան քայլել ենք, հիմա, բայց ինչու է արդյունքն այդպեսին, հիմա են ասեմ, որ նաև են մեր գործակից կուսակցությունները, որոնք ես դեմոկրատական բլոկ եմ անվանում, որոնք ամենամոտիկն էին ՔՊ-ին, իրենց քաղաքական դիրքորոշումներով եւ օժանդակության չափերը տարբեր են անշուշտ, ես հիշեցնեմ, որ նախորդ ընտրաշրջանից հետո ես հայտարարել եմ ու մնում եմ այդ տեսակետին, որ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը այլանդրանքային օպոզիցիա է, ընդդիմություն է, ինչ որ կառուցողական են ասում, եւ նա հստակ պետականության շահերի տեսակետին։ Մենք երբեք չենք տադանվել, կշահենք, չենք շահի, դա չենք արել եւ կարծում եմ ժողովուրդը դա գնահատել են հանդիպումներ, որ եղել են, բայց հիմա նրանք էլ իրենց ունեն, իրենց կասեն, չեմ ուզում իրենց փոխարեն խոսել, ես այնա, բայց ինչու այդպես ստացվեց, թվում է թե հակառակը մի բլոկ էլ մենք պետք է լինենք առաջին հերթին, ոչ թե ռևանշիզմը։ Ռևանշիզմը մերը չի, դա հասարակությունը չհասկացավ ընդդիմության փոփոխության անհրաժեշտությունը։ Ոչ մի, հիմա տեսեք ինչ եղավ։ Քանի որ հաջորդի գիտակցության մեջ պատմականորեն է դա, 3 Սուլթան Համիդի կոտորածներից սկսած այդ շրջանից անվտանգության հարցը գույքի եւ կյանքի ապահովության հարցը առաջի պլանում է մեզ մոտ աշխատեց այն ինստինկտը ժողովրդի մեջ առաջինը գլուխ քարը դեմոկրատիա ոչ դեմոկրատիա եւ այլն պետությունը պահենք մեկ պետության մեջ լինենք անվտանգ դրա համար ես տեսա որ ձեզ չէ լացում էին
ցույց տվեցի կանայք, ինձ ասում էին, մենակ չեմ եղել, 10-15 եւ անընդհատ ասում են, գիտեք, մենք ձեզ ձայն չենք տալու, բայց ձեր հետևորդն ենք, ոչ թե ԿԲ-ի, քրիստոնյա ժողովրդավարության, բայց եւ նույնն է եղել բևեռացավ մի կողմում ռեֆանշիզմը ռուսական քրեա օլիգարխիկ հատվածը իր մոսկովյան միջուկով, դա մոսկովյան միջուկն է, մյուսը ԿՊ-ն եւ այսինքն այն որ ասում է, հիշում եք, որ ասում է բուֆերը չլինի, չլինի եւ այլն, այս բուֆերը գոլոշիացավ, այս ովքեր որ մեզ նորմալ պայմաններում վստահաբար շատ ձայներ կտային, թե չէ տվերին չեն, որտեղ նաև մենք հաշիվներ անել գիտենք, բայց տեսանք, որ սրանք ամբողջը գնացին հակագշեռելու համար եւ վարչապետին պաշտպանելով ուղիղ են եղել եւ նույնիսկ կարող եմ անուններ ասել, որոնք ինձ մտերիմ են եւ այլն, երբ որ թվերը հայտնում էին, մենք տանը իմ ընտանիքում նստած էինք, քույրս եղբայրս ընտանիքով եկել էին Ախալքալակից Մոսկվայից իմ բարեկամուհի հրաշալի բարեկամուհին էր եկել, չեմ ուզում ասել։ Մոսկվայից մարդ կա, որ ձեզ Այո, Մոսկվայից էլ Ախալքալակից էլ Ախալցխայից ահրելի տվոց ձայն են տվել, բայց որ տեսա թվեր անուն չինում, ասում եմ կարող է դուք էլ մեծ ձայն չեք տվել, իմ կնոջն եմ ասում աղջկան բաներին, բայց ես որպես քաղաքագետ դա միանշանակ ասում եմ, այդ բևեռացումը լինում է, եղավ նաև նախորդ շրջանը, երբ որ Քոչարյան Ռոբերտը միտինգ արեց, հասարակություն սարսափից հրաժարվեց բոլորից։ Մենակ թե հետ չգան։ Ես նույնիսկ, այո, մենք Արմ Բաբաջանյանի հետ որ գալիս են բանի մեջ ենք, ես բեմի վրա Արմանին ասեցի, արի քննադատություն դադարեցնենք, որովհետև այս հրեշը գալիս է, այդ հսկա արդեն ակնհայտ էր, եւ մենք կամավոր քննադատություն դադարեցրել ենք, ինչպես նաև ինձ ասում են քիչ եք մեկը գրել էր, որ եթե շատ քննադատեիք, շատ ձայն կունենայիք, ասում եմ ոչ, որովհետև իմ զանգված, իմ հետ եղածը, որին ես ընտանիքներ եմ, գիտեք էլի ինչ կան մտել եւ այլն, գիտեմ, որ նրանքից մեղմոր, այսինքն դիտում են, որ պետականություն ինձ համար շատ ավելին է, ինչպես իրենց համար եւ գնացին դրան եւ այս նույնն եղել է նաեւ այս ենթադրում եմ այս երկուսի մոտ, որովհետև ուրեմն իրենց նկատմամբ էլ համագրանք էր, բայց ինչ եղավ վտանգը որն էր, մենք այս փակուղից կկարողանանք երբևէ դուրս գանք, որտեղ մի կողմում լինելու է իշխանություն, որ ժողովուրդը պահելու է, մի կողմ լինելու է ռևանշիզմ, եւ մենք չենք ունենալու խորհրդարան եւ խորհրդանականություն, սա վատն է եւ շատ վատն է նաեւ հայ հանրությանն ասեմ, բոլոր դեպքերում դուք գնացիք ձեր գեղեցիկների հետևից եւ ինչ ստացվեց այն ուժերը, որոնք եւ մաքուր էին եւ գրակետ էին Գուրգեն Սիմոնյանն օրինակ գրակետ խոսում էր, մի հատված էլ փոշիացեց իր շնորհիվները, վերջում հայտարարեց ընտրությունները բայց հիմա դրա մասին էլ կասենք, բայց ուրեմն դուք Հայաստանի Հանրապետությունը հեղափոխություն եւ պետություն կատարած եւ պաշտպանող ուժերին զրկեցիք խորհրդամետնելու հնարավորությունից։ Երեք ինձ մոտ մի քաղաքացի էր եկել, դա արդեն մի քիչ չէ, որ անցնում է օրերը մտածում է, ասում է Չարբախում թե չգիտեմ այդ բանի մի խոսքով այդ տարածքներում ասում է օդից ինքը պայքարել էր փողի հոտ էր գալիս դրամի հոտ էր գալիս բարձ այլաբանական լեզուն այսպեսի հարց կար հիմա այդ ձեր ասածի մասին հիմա մեզ չափորոշիչ է տեսնենք ովքեր են իրականում ովքեր օրինակ ինձ մեկ որ հարցնում են լավ վերջ, ովքեր են Ղարաբաղյան կլանի բարագլուխները։ Ես ասում եմ, որ ես ցուցակ չունեմ, բայց ինչ եմ ասում եմ, դա չի կարող, մեթոդաբանությունն է։ Վերցնում ենք Լևոն Հայրապետյան, ազնվագույն հայորդի, եւ ասում եմ դրա հետ տեսնում եք ովքեր ինչ հարաբերություն են ունեցել, այն կլանն է Լևոն Հայրապետյանը հայն է։ Եվ հայրենասերն է եւ քաղաքացին է դրա համար չափը գտանք, չէ, հիմա գտնում ենք ովքեր են այդ արևմտամետ, արևելամետ, դուք տեսաք, որ երկրի շրջանում այս բոլորը ռուսամերները արևմտամետ էին դարել, ես դրանց անվանում ռուսական արևմտամետ հայեր, այդպես չի լինում, աբսուրդ է էլի դա, ովքեր են, որ այսօր
չեն ասել ու չեն ասի երբեք Հայաստանում ընտրությունները լեգիտիմ չեն եղել, որտեղ լեգիտիմ են, որտեղ ես կարող եմ վկայել, որտեղ այսինքն այն աշխատանքի մեթոդը ինչ որ մենք ենք արել, ոչ մեկը չի արել։ Մենք միշտ ժողովրդի մեջ ենք եղել, ժողովրդի հետ եւ ժողովրդի ուրեմն ընդգրկումով, ուրեմն ովքեր Հայաստանում չեն եղել էքսցեսներ մեծ, այլապես կիմանայինք, դա հնարավոր չի։ Հանրապետական կուսակցության եւ դրա պրոքսիները ժամանակին, որ այդ իրենց ժանգոտ զաբարաժեցների միջից փող էին բաժանում, իշխանությունը չի արել եւ այլն։ Եվ այս իշխանությունը թերություն ունեցել է թե չէ, դե չկա իշխանություն, որ թերություն չունենա, բայց մեծ հաշվով ուրեմն չի եղել մի բան, որը ուրեմն լեգիտիմության հարց է ունեցել, բայց դա լեգիտիմության հարց ունի, այս մեկը Մարիա Զախարովայի համար։ Հիմա դուք ինքներդ դնում եք, ովքեր են կրկնում Մարիա Զախարովային, որ Հայաստանում իշխանություն լեգիտիմ չի, դե սովորաբար դա կապում է նաև վարչապետի անձ հետ եւ այլն, այդտեղից որոշում եք, ովքեր են։ Դե ցավալին այն է, որ այլ կերպ են ներկայանում նախքան ընտրությունները, օրինակ մի հատված, ես վստահ եմ, օրինակ Գուրգեն Սիմոնյանի ընտրողների մի հատված չէր մտածում, որ ինքը ընտրություններից հետո կկրկնի այն խոսույթը, որն ունեն օրինակ ուժեղ Հայաստանն ու Հայաստան դաշինքը, որ լեգիտիմ չէին ընտրությունները եւ այլն։ Դա ընդհանրապես ինչը լեգիտիմ չէր այս ընտրությունների ըստ իրենց։ Մարիա Զախարովան այսպես է, ինչու եմ ասում Զախարովա, ես իրենց վիրավորում են, իրենք ստրուգներն են Մարիա Զախարովայի, ինչպես որ Կոպիրկինի ճորտերն են։ Ուրեմն Մոսկվայից ասեցին լեգիտիմ չի, այս խորը սկսեց երգել։ Հիմա նայում եք խորի մեջ բոյով են, ուրեմն կարճ են, փողկապով են, թե ռուսական փափախներով են, կազակի ձիերով են, թե թուրքի ուրեմն յաթաղանով են, կամ իշը խուժե ռուսերեն ասեմ, կամ էլ ուրեմն Լոնդոնի բարձրաշխարհիկ ազնվականներ են, կամ էլ ուրեմն Փարիզի բորդելների հաճախորդներ իրենց շքեղությամբ։ Արդեն սա չափը ասեցի, Զախարովան ասեց եւ վերջացավ։ Հիմա սրանք կարող են կրկնել, թե չէ, կարող են հրաժարվել, բայց ռուսները կմորթեն, եթե հետեւաբար հիմա բացվում են դրա համար, իսկ որ ժողովրդի ես գիտեին, չգիտեին, դա ոչ մեկին պատասխանատվությունից չի ազատում, գիտեն այն մեռա բացադրելով, ամբողջ քաղաք մարզ արմատ բացադրել եմ, այսինքն հետո որ ասում են չգիտեի, ես էլ ասում եմ ինչը չգիտեիր, թե չես ուզում գիտենաս, իհարկե հասարակության մեջ կան նաև շահագրգիռներ, կան նաև ուրեմն տգետներ, բայց դրանք այդպես չի, այսինքն նույնիսկ չէ դատարանում, եթե տգետն է հանցագործություն կատարել, թե հանճարը, դրանց հոդվածները նույնը չի, ոչ չեն ասում, այս տգետ է, կարող է մորթել, այն հանճարը եթե օրենքը նույնն է։ Ուզում եմ ասել, այսպեսին է վիճակը, հիմա հարցը հետևյալին է, երկրորդ մասը անշուշտ քաղաքակիրթ աշխարհը ողջունել է Հայաստանում ընտրությունները։ Հիմա ինչ է սա մեզ ասում, սա ցուցիչ է։ Ոչ թե արևմտամետ ենք, ամերիկամետ, ես ընդհանրապես եթե նայեք այդ բառերը քիչ եմ օգտագործում, որովհետեւ մենք պարտավոր ենք Հայաստանակենտրոն լինել, թե ինչ քաղաքականություն կվարենք, արևելք, արևմուտքի սարավ, դա ժամանակի տեղի պարագա է, կարող է Աստված, չգիտեմ, մի օր էլ կա 100 տարի հետո հակարծ լինեք չինամետ եւ մեր շահերը այնտեղ լինեն, ոչ թե արևմտամետ, դա բան չի։ Բայց այս պարագայում մի բան հաստատվեց, ես հիշեցնեմ 66 Քրիստոսից հետո 66 թվականին Պոմպեոսը եւ Տիգրան Մեծը կնքեցին հայտնի պայմանագիրը հաշտության Հռոմի եւ Հայաստանի միջեւ եւ Արտաշես առաջինը որ սկսել, սա շատ կարեւոր է, որով Տիգրան Մեծը շարունակեց, որն էլ վերջին հասրով 301 թվին եկավ հանգեցեց քրիստոնեություն պետականության, սա արդեն Հայաստանը ընդմիշտ քաղաքակրթորեն, ցիվիլիզացիոն ձևով, քաղաքակրթորեն, ոչ քաղաքական, դարձրեց արևմուտք կոչված այդ միավորի հետ, արևմուտք պայմանական է, որտեղ այդ արևմուտքը մենք ստեղծողներից ենք, այսինքն մենք տեսեք ովքեր եկան Հայաստանին օժանդակության, մեր քաղաքակրթական հարազատները, դրանք են եւ Ֆրանսիան, եւ Անգլիան, Գերմանիան,
եւ անշուշտ մեծ Վիլսոնի մեծ հայրենիք Ամերիկայի Միացյալ Նահանգները, որոնք միշտ կանգնել են հաջորդի թիկունքին, երբ որ Թեոդոր Ռուզվելտից սկսած, այդ չի որ հիմա է, եւ բանի Թրամփի ողջունել ինչ մենք վերադառնում ենք մեր քաղաքական ավազան, որտեղ մենք ստեղծել ենք, եւ մեկ է, մենք դանդաղորեն կամ արագությամբ հեռանում ենք սլովոնա-թուրքական, մոնղոլական ավանդույթով, բրոքսի բանից, խառնաճաղանճ բանից, հիմա մեր ժողովրդին էլ պիտի բացատրենք, ինչքան փրկենք, թե չէ իրենք դառնալու են նույն սլավոնա-թուրքական այդ բանը, եւ այստեղ ասեմ, Սամվել Կարապետյան եւ այլն, անկախ որ օլիգարխ են, փող ունեն, ճարչ ունեն, որտեղ իրենց շեֆեր իրենց ուղարկել են, ու ադրբեջանցի չեն չգան, դիմադրեն, բարձ է, չէ Ստեփան գա, իրենք քաղաքական ոճիր են կատարում հայ ժողովրդի եւ Հայաստանի հանդեպ, բայց դա ասեմ, պատմության ընթացքը անկասելի է, ես էլ շնորհավորում եմ մեր ժողովրդին այս հաջողության համար, ես հաղթանակ բառը չեմ սիրում, այ եթե մենք պառակտված չլինեինք, կլներ հաղթանակ արեցինք մի բան, բայց մենք խորը պառակտված ենք եւ ունենք քրյա օլիգարխիկ մի համակարգ, որը գողապետությունն է, որի իշխանությունը այսօրվա դրա վերջը չտա, Հայաստան փրկություն չունի։ Շնորհակալություն պարոն Շիրինյան, հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալել է Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ քաղաքագետ Լևոն Շիրինյանին, կհանդիպենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար